Այ հրամանատարը ասեցիք այստեղ ուղղակի մարդկանցը խնդրել հանդիս, համբերատար, առանց ներկայանալու, եւ օբյեկտիվ։ Այ դուք ինչպես կընդհանրեք Երգիշի Հակոբյանը։ Երգիշի Հակոբյանը ծառայել է 9 օր պաշտպանականում, դրված խնդիրներ կատարել է, բայց թերությունները լավ ունեցել։ Այսինքն հելնելով իր ընտանեկան վիճակներից ինքն մի քիչ շեղված խառն է եղել։ Ընդհանրում եմ այդքանը ինձ վարկածներ շատ են ասել, որ կարող ասել բան արել, եւ ռեալ կոնկրետ այդ մարդուն այդ բանի վրա չեմ տեսել, ինչ օգտագործել, ինչ արել։ Ես ասել եմ ռեալ տեսածել եմ, ասել տեսել եմ արել, տեսել եմ ինչ-որ մի բան արել, թափթփված ձևի է այդ մարդը։ Խնդիրներ որ դրել են կատարել է, բայց ինքը ընտանեկան խնդիրներ արել, դա միտքը չգիտեմ։ Ինչ եք լսել, ինչ օգտագործեք անշուշտ։ Վարկածներ կասում եմ հաշիշ է օգտագործել, բայց ինչ օգտագործել։ հաշիշ։ Բայց ես ռեալ չեմ տեսել մարդու ձեռը ծխած կամ Դրանից 9 օր պաշտպանական շրջան։ Այո։ Իսկ որ դուք եկաք ընդունեցիք զորամասի հրամանատարությունը արդեն վաղտենություն։ Ձեզ զեկուցել եք կամ դուք տեղեկացված եղել եք, որ Երգիշի Հակոբյանը շարունակում է հիմա ծառայությունը այն զորամասում, որտեղ դուք հրամանատար եք։ Ես տեսել եմ իրան։ Տեսել եմ, հարցել եմ ոնց է, ինչ կա, խնդիրներ ունեմ։ Զորացրման զեկուցել է գրել։ Այո։ Այդ քիչ միած մանրամասն է, երբ հակել է, ինչ հանգամանքներ ունի, Տանեկան խնդիրներ արվեցել։ Այսինքն Երգիշին ուզում էր զորացել էր։ Հետո ասել տեղափոխում, ասել տեղափոխմանը գրել ենք։ Ու դեպքը մի քանի օրվա եկած է տեղափոխումը վերադասին ներկայացել են, ինչ ինքերի վրա ասել եմ տեղափոխել, թողել է։ Այսինքն խնդիր ունի, նույնիսկ նրա տեղափոխան դիմում է, ես չեմ կարող դառնալ, չեմ ուզում։ Խառնը։ Պետք է ընթացքավորել, որ հետագան խնդիր չլինի։ Այդ Երգիշին երբ մատնեց զեկուցակիցները։ Ինչի՞։ Դեպքից մի 5 օր առաջ արդեն ընթացքավորվել է զեկուցակիցները, որ պետք է զորամասը տեղափոխել չէ։ Կոնկրետ հրամանով կա 2 միսկով։ Այո, դեպքից մի քանի օր առաջ։ Որ պետք է տեղափոխվել այս զորամասը։ Կամ տեղափոխվել կամ զորացել Բարոնովիկյան կոնկրետ չեմ հիշում, բայց հաստատ պետք է եղել է։ Ու դեպքը եղավ այսքան։ Այ հիմա վերջի 3 հարցը Հակոբի հրամանատար։ Ի վերջո, որպես զորամասի հրամանատար, որպես գնդապետ, որպես մարդական ծառայություն հետագից ունեցող մարդու, ում հանդեպ կրկնում եմ ընդգծված հարգանք ունեմ առնով դեր անցած մարդական հանդեպ, շատ ուղիղ հարց եմ տալու, որ ուզում եմ պատասխանել։ Ինչ է հրամանատարը։ Արդեն պատահական չէ, դրա նախորդող ընթացքում ինչ է։ Շեշտ է բանանում, եթե ես երկար ժամանակվա հրամանատար եմ, առնվազն մի 6 ամսվա դեպք կլիներ, ես ռեալ պատասխանել մի ջանդային հարաբերություն կարող լինել։ Այդ ձեր կներեք դուք շարունակեք, որ ձեր նախորդ հրամանատարը դուք ում եք փոխել։ Հրամանատար չի եղել, պաշտոնակատար է եղել, Հակոբյան Ռուդիկը, բայց ինքը շտաբի պետ է եղել, բոլոր գործարու թե իր վրա չի եղել։ Չէ, զորամասի հրամանատար ով է։ Ես զորամասի հրամանատար չեմ ընդունել, Պայստազորից բերել են, հրամանատար չկա։ Էս է եղել իրավիճակը, նորից մտել եմ բառը։ Ես Պայստազոր արտադրված եմ, որպես գնդապետ։ Ու ցանկությունը չեմ։ Որ իրավիճակը սենց է եղել, մեր հայրենիքը վտանգի մեջ է եղել, սրտանց մտել եմ ինձ որ մի կողմ։ Մանավանդ չեմ։ Ու այս դեպքը եղավ էդի իմը չէր, ես վատ եմ տալը։ Ինչ է հրաման, ինչ դեպք։ Որ պաժար ընկավ էլ այդ ինչ է, ոնց է։ Դե ամփոփություն է եղել, պարոն Նորիկյան։ Ես չեմ մտածում, որ կարող դիտավորել վառը։ Այնքան ամփոփ է, որ բենզին շիշը հոտը բացում է եկավ։ Չէ, բենզինը սովորական հենց միստ է բացում, սա ժողովուրդը հոտը բացում։ Բենզինը կրակի վրա չեմ գցում։ Պարզում դի պայթ է։ Այդ փետից եղածն որ կա, արդեն հրդե է եղել։
պետք է ձեն տար, գոռար, մեկին հասեր, նրան ասեր, չգիտեմ էլ գործողությունն ինչ արեք։ 5 լիտր տարավ բենզին է պահանորիկյան, մեր ծնողներն էլ էր ուսում, հարգել դատավոր 10 տարի դուշի տելերել չեր կարա հարցեր, մանավանդ այդ հարթակի, որը որ փեցից է սա։ Բայց հրամանատար, մենք ընդեղ եղել ենք մի 6-8 անգամ, ախր ընդեղ տարածք կա, որ ընդհանրապես չի արինել է, ձեր նշել հայտից հատակը ընդհանրապես չի արինել։ Այդից պաժարետից են սկզբից այդ ներսի տարածքը ինչ կա, բարից հետո մտը դայել եմ ոնց է։ Այդ պատերը հետերից այլ է, մեջը սիլոս է նստած է, ռեյկով պակատ, դեպի ամենավտանգավորն է, դեպի որ կպրում այդ ծորենի բան է, մասկի սիլոս է, դրա ծուխը ուգարակցում բան, պատերի մեջը հետի թուրքի տուն է, թուրքերի տաները սաղ կեսը տենց է սարկատ, հիմնականը, մանավանդ այդ գյուղերի Այս քրեական վարդով 5 մեղադրյալներ կան Երիշի Հակոբյանը, Զոհր Ալեքսյանը, Մարեն Սարգսյանը, Ղազարյանը և Գոր Մարկարյանը։ Այդ նրանց գործողությունները ինչ պետք է լինեին, կամ ինչ պետք է չանեին, որ արել են, կամ ինչ պետք է անեին, որ չեն արել։ Բոլորը իրաց գործողությունները սաղել կարավ ճիշտ արածել են մի բան թերացած ընթացի։ Կոնկրետ չգիտեմ որն է թերացել։ Օրինակ Մարեն Սարգսյանը եկել է հոսպիտալից։ Ես եմ խնդրել, գրություն եկել, ասել եմ, ունա հետս ծառայել, մարդ չկա։ Չեն գալի, չեն գալի։ Խնդիր ավնեցել, շրջանում լուրջ խնդիր, 4 ամիս պարկած աղա։ Խնդրել եմ, թղթաբանությունը սարքել եմ, հրամարագրել եմ, որ ինքը վերականգնողական արդեն մեր մոտ է։ Այդ մարդը սկսել է աշխատանքել, ինչ խնդիր դնել են։ Հանկարծակի դեպքից հետո Մարեն Սարգսյանը ձերբակալվել է։ Այդ RBI-ն պետ ինքը կարա չհանդիսանալ դրուքային հրամանով, եթե ինքը հոսպիտալ ա եղել, իրանք փոխարինող պետք է։ Այդ վաղտ ես էլ չեմ եղել։ Չգիտեմ ով փոխարինող։ Ով որ հրամանով եղել է, ինքը ծանոթանա դրուքային հրամանը ըստ ծառայությունների բացարձակապես կարծում են ժողովին ամեն մարդ իր գործառույթը, հանձնաժողովն արվում, ծառայական քննությունների հանձնաժողովն արվում, որը որ ծառայական քննությունը կարա անցնի, որ ստորաբաժանումը ում կարա ստուգի, այդ ամեն ինչ նշում։ Այդ ինչ-որ մի մատ զինվորական խնդիր կատարել, ծառայության պետքն է իր խնդիրը կատարել, առաջնագծում, ես իմ տեսածն եմ ասում, մարդիկ չարկաշ աշխատել են բաշտիրը անտաններ, աղակյան գորը համենայն դեպք այդքան տարի անդ ծառայել են ամենաբարձ օրամասում, մարելն են, նույն խնդիրը կատարել են։ Միասին ծառայել։ Ես եղել եմ բաշտիր ամանատար 9-րդ պաշտպանականում, աղակյան գորը եղել է գումարտակի վահագծով տեղական։ Իրար հետ ծառայել են, 10 տարի, դժվար զորամասում։ Նույնը մաղներ են։ Եղիշեն եկել է լեցենակ, իրանք պրիզիվով ավարտան։ Մի քանի տարի, մի տարի ամնացել ես տեղափոխել մեղրի զորամասի լանտարան, 2015 թվական։ Էլին դել է խնդիր եղել, դրա մար տեղափոխել։ Տեղակ պիպի եղել, դրա մար տարավական հարարիստությունները չնշանակի միզի, նոր պաշտպանական տարան մեղրի։ Վերադասը ոնց որոշի մեր զինվորական, որ չեմ կարող քննադատել, ես երկուզում կամ ենք։ Եվ իմ կարծիքով ամենաերական հարցերից մեկը, վերջին հարցը հրամանատար։ Որ ընդունել եք այդ հրամասի հրամանատարությունը, հանրապես դիզվարելիքի առևտրի, ապօրինի առևտրի, այդ նույն ազատի զինվորական, ուրեմն մարզական շրջանում ձեր բարերով ասած կենտրոնացված շրջանում դիզվարելիքի տարբեր սպաների կողմից դիզվարելիքի
ապօրինի առնչվում մասին ինչ տեղեկություններ ունեք, ձեզ որևէ մեկի բան զեկուցել։ Ոչ մեկ բան մանկա, ոչ մեկ չի զեկուցել նման խնդիր կատարող մարդկանց, ես գիտեք ոնց եմ ոսկը պատժել, հաստատ, որովհետև ես, եթե ես նման բան չեմ արվում, կարող եմ ստանալ։ Հնարավոր է ընդհանրապես այդտեղ, հնարավոր չէ, թե ես անկեղծ ասում եմ, այդ կարճ ժամանակահատվածում շատ սխալ ինֆորմացիա կլինի, որ ես դատարանում եմ ասում ոչ ոք։ Կարող է լինել, որտեղ ես ռեալ ինֆորմացիան զորամասի։ Հրամանատարը գիտեք ոնց կլինի։ Դուրս ներս բոլոր սա մեխանիզմը դե ռեալ տիրապետի որ կանալ է ճիշտ ծառայություն, կազմակերպի բոլոր որի հետևից գողացողել են ներում զորամասում ասիչին։ Քանի մարդ են պատժվել, բացահայտվել։ Եթե նման գործողություն ա եղել, նման սպա եթե կա, ասում է եղել ուրիշ տեղեկություն չի հայտնել, ուրեմն ինքը մասնակից է։ Բանն է եկել։ Դուք գիտեք ես չգիտեմ։ Դե չէ, եթե կարը տես բան, մեկը, մի սպա, չի տեղեկացել, որ ես խնդիր կա զորամասում, հետո է մարդկայններ նույնից հետո, այդ սպանում եմ հասարակության մասնակից։ Անենք այդ ազատ կենտրոնացման շրջանում ինչ ծավալի դիզվարելիքի կամ այլ վարելիքի շրջանառություն է։ Այդտեղ ըստ կարգի կարգավորումների ինչքան։ Ընդ որպես ես նախին պոստերի գծով տեղակալ, ես դեռ լիարժեք պատկերացրի։ Մենք ունենք հրամանատարական պետի մի օր պաշտպանատանում, ծավալի իրանք գեսերից ստանում են, ծառայության պետը ներկայացնում էր ծավալում գործը, ինչքան է աշտի հրամանատարի հետ հայտով, զեկուցագրով։ Ուտով կարի ասում տվյալ տեխնիկայի վարելիքը հատկացվում էր, մի մասը որ հեռու էր շարժից, գեսեմից ստանում են խոսքի մոտավորապես վաղտեղը կարան 400 լիտր ստանան, կարան 600 լիտր ստանան, որ շաբաթվա կդրվածքով, որ շաբաթ ամեն օր շիշներին փոստերից գային զեկուցագիր գրեն։ Պետի այդպես կարող է, մինչև մի տոննա կարան ստանան, շաբաթվանից կարան ստանան, իրանց որպես բազավորվում, որ ամեն օր շիշներին է թղթավարությունից արկեն։ Ռեալ շաբաթվա կդրվածքով, որոնք թույլ է տալի հրաման սարքեն, ատետից բեկետ, այսքան ծավալուն աշխատանքներ կա մեզ տրամադրել, քրոնոմետրաժում է տրամադրել, մնես չի, որ իրանք պետք գրեին օրինակ ազատից մինչև առաջնակից առաջ իրանատարական կետը գումարտակի, մեզ տրամադրել 800 լիտր սայլարկով, մենք պետք է այդքանը տրամադրել, չէ, դրանք կար կա, բոլոր ճանապարհերը առաջնագծի, զորամաս, պայթունից հետո որտեղ որ տեղակայված բոլոր տեղերը քրոնոմետրաժարը ինչ ծախսի ինչքան ժամանակում կլինի։ Հաշվարկները եղել է։ Իսկ հիպոթետիկ եմ ասում, ընդհանրապես դիզ վարելիքի հետ սպայական որ անձնակազմը առնչություն ունեցել։ Սպայական Բաշտի հրամանատարը եւ ծառայության պետը։ Ծառայության պետը Բաշտի հրամանատարը։ Եվ կան ըստ ծառայությունների տեխնիկան ով որ աշխատում է այդ պայմանագրերները։ Իրանք վերահսկողն են իրանք առողջությունը, տարամադրել, պահանջել, բայց առողջություն ունեցել է տրակտորից մեխանիկանով աշխատել է, ինքն առողջություն ունեցել, տրամադրած է ժամանակը որ աշխատում է։ Չի կարա Բաշտի հրամանատարը այդ տրակտորը աշխատել, ինքը կարա վերահսկել այդ առողջությունը։ Տված է վերահսկի ոչ կողանում։ Դրացին պատասխան։ Այս գողանալու պրոցեսը ո՞նց է։ Ես չգիտեմ գողանալ, ես գողությունը չեմ արել, պարոն Նորիկյան, ձևերը չգիտեմ, էդի ոնց են արել։ Բանակից գողացողը պարդն ամենակիչը պետք է Ալևի տղան է։ Մի բան ասեմ, հրամանատար, դուք ուզում եք ճիշտ է, դեզանից առաջ փաստորեն զորամասի հրամանատար չի եղել, ինչքան ժամանակ։ Ահա մի բախ 6 ամիս։ 6 ամիս է զորամասը հրամանատար։ Այո, հրամանատար չի ունեցել, պաշտոնակատարն է իր գործառույթը X կետերով է կարմանում, թույլարժեք որպես հրամանատար, երբ որ ելում է վերևից պաշտոնակատար նշանակած պաշտպանության նախարարություն, այնինքն գործառույթները լիարժեք պատասխանատվություն կարող ունեն որպես հրամանատար առաջնագծում։ Իսկ եթե ներքին կարգով նշանակում է մինչև հրամանատար, այդ խնդիրն է եղել Հայաստանից, ես առանց մի բանի սնեմ այո, ես համաձայն եմ մի զորքի կողմը։
Փաստորեն ձեր զորամասում, Աթինիս է ձեր ղեկավարը զորամասում, ըստ ձեր դիզվառելիքի, ապօրինի, վաճառքի կամ թողանալու վերաբերյալ որևէ բան չեք։ Ոչ մի տեղեկություն չեմ ունեցել։ Եթե ունենա, ես դրա պատասխանը տվյալ մարդուն կտա մինչև հարցերը իրավական մարմինները։ Պատվաժան դատան ես սպայն հարցեր չունեմ,